Успех построен на любви. Лебо Голд. Նորույթ Մարանիկից։ Մարանիկ համեմունքների ավանդական եւ հազվագյուտ տեսակներն արդեն առկա են ապակյա տարաներով, որոնք փակվում են հերմետիկ, պահպանում համն ու հոտը։ Իսկ հատիկավոր տեսակների ներկառուցված աղացը թույլ է տալիս վայելել Մարանիկ համեմունքների բույրի թարմությունը։ Ընտրյալ հատիկ, համի գաղտնիք, Մարանիկ։ Я не сладкий совсем, я созрел для решений. Притворяться устал от таких отношений. Натуральный во всем, и таким будет ужин. Я добавлю его, он для этого нужен. Кетч, 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 кетч. Женщина, слушай, мужику нужен настоящий ужин. Лебо. Экзотика Америки. Дыхание Африки. Магия Азии. Кофе из лучших кофейных регионов мира. Лебо. Кофе 3 континентов. Ողջույն Անահիտ, ձեզ այցելել են Դավիթը եւ Վահանը, քաղցած չէին սպասում հաղորդման շրջանակներում։ Ինչպես եք, ինչպես է տրամադրությունը։ Շատ լավ, կարող եք համենալ։ Աշնանային առաջին կարելի ասել վատ եղանակն է սկսվել, մռայլ է մի փոքր, դա ձեզ խանգարում է թե ոչ։ Իրականում իմ տրամադրության վրա վատ եղանակը ազդում է, բայց ես ամեն ինչ կանեմ, որ դա այսօր չերևա։ Շատ լավ է, մենք հենց այդպես էլ տրամադրվել ենք, որ որևէ բան մեզ չի խանգարելու մեր նկարահանումներն իրականացնելու համար։ Խոսենք այս պահին ձեր մասնագիտության մասին, ոճաբան եք դուք։ Առաջին մասնագիտությամբ հագուստի մոդելավորող եւ նախագծող, երկրորդ մասնագիտությամբ ոճաբան, որը ավելի շատ եմ սիրում։ Միանգամից այդ մասնագիտությունն եք ստացել, թե առաջին մասնագիտությունը լրիվ այլ է եղել, հետո փոխվել է ոլորտը։ Առաջին մասնագիտությունը հենց հագուստի մոդելավորումն է եղել։ Հենց դրանից էլ սկսել եք։ Սովորելու տարիներին հասկացել եմ, որ չեմ ցանկանում նստել եւ կարել ու փոխել եմ ոճաբանությամբ։ Ինչով է դա պայմանավորված, որ կտրուկ փոփոխություն չեղավ ձեր կյանքում, ամեն դեպքում նույն պրոֆիլի մեջ է կարելի ասել։ Նույն նորաձևության ոլորտն է, բայց շատ մարդիկ տարբերությունը իրականում չեն նկատում։ Ոճաբանությունը ավելի շատ եմ սիրում այն առումով, քանի որ այն ավելի ժամանակակից մասնագիտություն է եւ ավելի հեշտ է, այսպես ասած, ժամանակակից աշխարհում կայանալ։ Կարը նույնպես հիմա հասկացել եմ, որ էլի սիրում եմ, բայց հաստատ ոճաբանությունը ավելի շատ։ Այսինքն դուք գծում եք, նախագծում եք մարդկանց համար հագուստ, հետո անցնում եք դրա կարելու process-ին, հետո փորձելու process-ին եւ վերջնական արդյունք, ճիշտ եմ հասկանում։ Դե ուրեմն դուք ներկայացրեք։ Ոճաբանային մասնագետն է, ով արդեն պատրաստի հագուստները համադրում է միմյանց հետ։ Այսինքն մենք զրոյից հագուստ չենք ստեղծում, մենք ուրիշի ստեղծած հագուստը համադրում ենք միմյանց հետ։ Չունեք ցանկություն զրոյից հագուստ ստեղծելու, սեփական բրենդը ունենալու։ Ստեղծել եմ, բայց այս պահին չեմ հասցնում, քանի որ շատ հաճախորդներ ունեմ, այսպես ասած, այդպես եմ դիմում, աղջիկների հետ եմ աշխատում, նրանց ոճն եմ փոխում ու ոչ միայն ոճը, այլ նաև կյանքը։ Ինչպես եք փոխում մարդկանց կյանքը։ Ինքնագնահատական ենք բարձրացնում, ես ինձ տարբերակում եմ այլ մասնագետներից այն առումով, որ ես բացի գեղեցիկ հագուստներ ընտրելուց, նաև ինքնագնահատականի վրա եմ մարդկանց աշխատում եւ օգնում եմ նաև հոգեբանորեն։ Փորձենք դա հասկանալ, ենթադրենք որևէ մարդ, ես գալիս եմ ձեզ մոտ, պատկերացնենք, որ ես աղջիկ եմ, գալիս եմ ձեզ մոտ, ասում եմ իմ կազմվածքը ինձ այդքան էլ դուր չի գալիս, խնդրում եմ այնպիսի հագուստ ընտրել, որպեսզի թերությունները չերևան։ Դուք ինձ օգնում եք, որպեսզի ես սիրեմ նաև իմ կազմվածքը։ Այո, բայց եթե տեսնում եմ, որ դուք նպատակ ունեք ձեր կազմվածքը փոխելու, ես կողքից անպայման ձեզ շահագրգռում եմ, խորհուրդներ եմ տալիս եւ դուք ձեր կազմվածքը նույնպես շատ է եղել այդպիսի դեպքեր, որ իմ հետ աշխատելու ընթացքում մարդը նաև հաճախել է մարզասրահ եւ կից դրան նիհարել է։
գիծմեր աշխատանքին, հասկացա։ Տղաները անմասն են մնում այդ ամենից ձեր պարագայում կոնկրետ։ Տղաների հետ չեմ աշխատում, միայն աշխատում եմ։ Հիմա ասեմ, միայն աշխատում եմ այն տղամարդկանց հետ, ում ճանաչում եմ անձամբ, ինձ աղջիկների էմոցիաները ավելի շատ են դուր գալիս։ Եթե տղամարդուն հագցնում ես, նա հագնում է, ասում է, վերջ լավ է, ես գնացի, աղջիկները կանգնում են հայելու առաջ, ուրախանում են, իրենց էմոցիաներն են ցույց տալի։ Ինչպես գիտեք, տղամարդիկ էմոցիոնալ չեն։ Ձեր այսօրվա տեսքը դուք եք ապահովել։ Այո, իհարկե։ Չեք օգտվում որևէ հայտնի մասնագետների խորհուրդներից։ Ոչ։ Ոչ։ Դուք միայնակ եք, ինքնուրույն եք։ Միայնակ, բայց միշտ վերապատրաստվում եմ, միշտ ինքս ինձ վրա աշխատանք եմ տանում, որովհետև այնպիսի ոլորտ եմ ընտրել, ինձ թվում է բոլոր ոլորտներում էլ պետք է անընդհատ զարգանալ, ինքդ քո վրա աշխատել։ Ձեր այսօրվա ոճը ինչպես է կոչվում։ Իմ այսօրվա ոճ եկեք կոչենք կլասիկ։ Ես մի քիչ շատ եմ ամեն ինչ խառնում իրար։ Օրինակ կորսետը ավելի կանացի ոճի մեջ է, այստեղ մի քիչ միքս ենք ստացել ոճերի, լավ։ Այսօր դուք դասական հագուստով եք, կարելի է այդպես ասել։ Մի Բայց փոքր մատանիներս մոռացաք կներեք։ Ոչինչ, հաղորդման երկրորդ հատվածում դուք հնարավորություն կունենաք մատանիներով, որովհետև ձեռքերը հատկապես խոշոր պլանով են երևում։ Գործ անել ինձ թվում է չեմ անի, հիմա էր պետք, բայց ոչինչ։ Լավ, հետո առանձին կբերեք կցուցադրեք ձեր մատանիները, պայմանավորվեցիք։ Որովհետև ես շատ եմ ձեռքերով խոսում, ինձ մատանիներ միշտ պետք է։ Բարի։ Ձեզ ցանկանում եմ տեղեկացնել, որ հաղորդումը եթեր է գնալու շաբաթ օրը ժամը 12-ից սկսած Չէին սպասում .am կայքում, որտեղ տեղադրված են մեր բոլոր հաղորդումները, ինչպես նաև մեզ կարող եք հետևել մեր Facebook-յան, Instagram-յան, TikTok-յան, Telegram-յան եւ YouTube-յան պաշտոնական հարթակներում, ինչպես նաև Կենտրոն հեռուստաընկերության, որտեղ նույնպես կան մեր բոլոր հաղորդումները։ Սա մի փոքրիկ անդրադարձ մեր մասին, ինչ եք պատրաստելու մեզ համար, որպեսզի չգիրանանք։ Պատրաստելու Ինչ է անհրաժեշտ լինելու պաստա պատրաստելու համար եւ ինչպիսի պաստա է լինելու։ Մենք պատրաստելու ենք ալֆրեդո, պատրաստելու ենք հավի կրծքամիսով եւ ֆետուչինո պաստայի տեսակով։ Նաեւ պատրաստելու ենք սալատ, դա էլ ասեմ, ավոկադով իմ ֆավորիտ սալատն է։ Աղցան կներեք։ Այսինքն գնումներ ունենք կատարել։ Այո։ Պետք է գնալ գնումներ կատարելու։ Այո, պետք է գնանք։ Հիմա ճիշտ դրա ժամանակն է։ Առաջարկում եմ գնանք գնումների, այնուհետև վերադառնանք եւ հասկանանք խոհանոցում ինչպես եք ոճաբանում։ Վերջ, Գնացինք։ Այսինքն միայն պաստա եւ աղցան, հա։ Մի րոպե։ Խնդրում եմ Անահիտ, սա ինչ է դրված գազօջախի վրա եւ ինչու է այն բլբլթում։ Սա իմ մայրիկն է պատրաստել, հատուկ ձեզ համար։ Նա հասկացավ, որ ես չեմ կարողանա հաստատ պատրաստել տոլմա, դրա համար հատուկ ձեզ համար տոլմա։ Մնաց գախնի տոլմա։ Մայրիկը հայկական խոհանոցի կողմնակիցն է, ես իտալական, ոնց հասկանում եք։ Շատ նման են իդեպ իտալացիներն ու հայերը բնավորություններով, խոհանոցով չեմ կարծում այնքան շատ։ Համաձայն եմ, նման են, ու տեսքով նույնպես նման են։ Դե խառնեք տոլման գնանք։ Եկեք խառնենք։ Դե խառնենք։ Անահիտ, ձեր բակում ենք արդեն գտնվում։ Այո։ Հաճելի մեքենաներ են անցնում այս պահին մեր կողքով։ Եվ առաջին հարցը, չեք մրսում, որովհետև դուք գեղեցկությանը կարծես թե զոհ գնացիք, բայց եղանակը այդքան էլ բարենպաստ չէ։ Ես իմ օրգանիզմին սովորեցրել եմ, որովհետև ես շատ տաք շորեր չեմ հագնում։ Ինչու՞։ Որովհետև ատում եմ ցուրտ եղանակը ու տաք շորերը։ Սա ձեր հայրական տունն է։ Ոչ։ Իմ հայրական տունը գտնվել է Եղվարդում, ես այնտեղ եմ ապրել։ Մենք նոր ենք տեղափոխվել այստեղ։ Այդքան էլ հեռու չենք գտնվում Եղվարդից, հենց հաջորդող թաղամասն է, չենք հնչեցնի կոնկրետ որտեղ, բայց կարծում եմ հետևող մարդիկ արդեն հասկացան, թե որտեղ են գտնվում։ Պետք է գնանք խանութ։ Մեքենա ունեք թե ոչ։ Ոչ, չունեմ։ Չեք էլ ուզում ունենալ։ Վախեր ունեմ վարելու հետ կապված։ Այո։ Ու ինձ թվում է, եթե վարեմ, վախերով կվարեմ ու պետք չի վախով նստել վարելու։ Դե ես հիմա առաջարկում եմ ձեզ անվախ կերպով տեղափոխվել մեր մեքենան եւ դրա միջոցով գնանք գնումներ կատարելու։ Քանի որ դուք եք վարելու, անվախ կգնամ։ Օ, շնորհակալություն, շատ շնորհակալություն։ Թույլ տվեք ես դուռը ձեզ համար բացեմ, դուք մոտեցեք, ես կբացեմ ձեզ համար հակառակ կողմից։ Խնդրեմ, համեցեք։ Շատ ոճային է ջենտլմեն լինելը։ Ահա, ոճային է ջենտլմեն լինելը։ Այո, շնորհակալություն։ Թույլ տվեք մինչև վերջ լինել ջենտլմեն Դավիթ, թույլ տվեք ձեզ համար էլ բացել մեքենան։ Խնդրեմ։
Ասացիք, որ վախեր ունեք Անահիտ մեքենա վարելու հետ կապված։ Ամեն դեպքում վերջին շրջանում Երևանում երթևեկելը դարձել է հերոսություն եւ 1 կիլոմետր անցնելու համար անհրաժեշտ է լինում երբեմն նույնիսկ 10-ից 15 րոպե։ Այսինքն մեքենաները վարում են դանդաղ, արագ վարելու խնդիր չի լինում։ Դա ձեզ որոշակիորեն չի ոգեշնչում մեքենա ունենալու։ Չգիտեմ հետո ինչ կլինի, բայց այս պահին նման նպատակներ չունեմ հաստատ։ Պետք է փորձեմ, եթե չվախենամ կվարեմ։ Ուսում չեք ստացել մեքենա վարելու հետ կապված։ Ես ինչ մտածում եմ, դրա հետ կապված ուսում ստանում եմ, օրինակ իսպաներեն էի ցանկանում սովորել, հիմա սովորում եմ, բայց վարելու հետ կապված ցանկություն դեռ այդպես մեծ չի եղել, որ սովորեմ։ Սիրում եք իսպաներեն լեզուն, բայց իտալական խոհանոցը։ Այո, տեսնում եք։ Դեռ չեմ տեսել, բայց հուսամ այսօր կտեսնենք։ Անահիտ, հաղորդման այս հատվածում մենք մշտապես մեր հյուրերին տալիս ենք այս հարցը եւ դուք բացառություն չեք։ Ինչը կփոխեիք Հայաստանում, որպեսզի մարդկանց կյանքը մի փոքր ավելի լավը դառնար։ Ես շատ եմ այս հարցի շուրջ մտածում իրականում։ Նախ մարդիկ շատ տխուր են, տխուր հայացքներով երբ փողոցում քայլում ես, բոլորը շատ պեսիմիստ են, այդպես ասեմ։ Վատատես։ Այո, վատատես, տխուր ու ինձ այս վերջերս մի պատասխան եկավ, ուղղակի ինքս իմ մեջ այդպիսի պատասխան եկավ, որ մարդիկ գուցե ձգում են իրենց այդ վատ էներգիայով, անընդհատ վատատես լինելով մեզ վատը։ Դրա համար մի քիչ պատերազմական երկրում ենք գտնվում, մի քիչ դժվար է երբեմն ու քանի որ բոլորը միշտ մունաթով են, տխուր են, մեր երգերը միշտ տխուր են, մեր բանաստեղծությունների մեջ մենք միշտ լացում ենք, կարծում եմ ես կարծում եմ, որ մենք դրանով մանիֆեստ ենք անում, այսպես ասած, ժամանակակից բառով վատը մեզ։ Կուզեի մի քիչ ավելի դրական լինեինք, փողոցում մարդիկ իրար ժպտային, երբ տարբերվող ինչ-որ մեկին տեսնեին, վատ հայացքներ չնետեին, հասկանային, որ դա էլ այդ մարդու ինքնաարտահայտվելու միջոցն է, այդպես։ Դուք ինքներդ բախվում եք այդ խնդրին, ենթադրենք տարբերվող արտաքինով մարդու հանդեպ մի փոքր այլ վատ վերաբերմունք նկատի ունեմ, թե ոչ։ Ես տեսնում եմ դա, բայց ինքս այդպեսին չեմ, ես հակառակը, երբ տարբերվող մարդ եմ դուրսը տեսնում, ես շատ ուրախանում եմ ու հասկանում եմ, որ այդ մարդու ուղեղը սահմանափակ չէ եւ նա մաքսիմալ թե իր արտաքնով, թե հոգեպես համոզված եմ, ստեղծագործում է ազատ։ Այսինքն ձեզ չեն թիրախավորում վատ հայացքներով ձեր տարբերվող արտաքինի համար։ Ինձ էլ են թիրախավորում։ Իսկ ինչպիսին է լինում ձեր վերաբերմունքը այդ երևույթներին։ Ես հասկանում եմ, որ ամեն մարդ չի հասկանա ինձ, ու դա նորմալ է։ Ամեն մարդ չի կանախմի, իմ ջուրն ուրիշ ջրեն է, կասեր Սայեթնովան։ Շնորհակալություն Անահիտ, մենք հասանք արդեն խանութի դիմաց, գնանք գնումներից։ Գնացինք։ Անահիտ, գնումներ կատարելու ժամանակն է, մենք հասել ենք արդեն խանութի մոտ եւ առաջարկում եմ տեղափոխվենք ներս, որովհետեւ դրսում ցուրտ է, չնայած դուք չեք մրսում, բայց մենք սովորական մարդկանացուներս մրսում ենք։ Մեզ ինչ է անհրաժեշտ գնել խանութից։ Չեմ մրսում, բայց մենք պետք է գնենք ավոկադո։ Այո, խնդրեմ, ցախ կողմում գտնվում է ավոկադոն։ Այո, եւ պետք է գնենք չերի։ Եվ անմիջապես ներքևի հատվածում գտնվում է չերի լորիկ, ամեն ինչ հրաշալի դասավորված է ձեզ համար։ Դուք հասցնում եք ձեր առօրեական գնումները կատարել, թե այդ հարցում ձեզ օգնում են ընտանիքի մյուս անդամները։ Հիմնականում կատարում եմ, բայց ավելի շատ մայրիկն է կատարում։ Այս չեմ կարողանում բացել։ Ես կարող եմ ձեզ օգնել։ Օրինակ, ինչպես եք ընտրում լավ ավոկադո։ Կա հստակ Պետք է փափուկ լինի։ Պետք է փափուկ լինի։ Այո։ Բայց այստեղ քանի հատ է մեզ անհրաժեշտ։ 2 հատ։ 2 հատ ավոկադո եւ որքան չերի լոլիկ։ Եկեք հեսա կդնեմ կտեսնենք, լավ։ Աչքաչափով ենք առնելու, որովը հստակ չափ չկա։ Դե կխնդրեմ դուք կողմնորոշվեք, թե որքան լոլիկ է ձեզ անհրաժեշտ, մենք ձեզ սպասենք արդեն դրա մաշկի մոտ։ Շնորհակալ եմ։ Արագ առանց բծախնդիր բնավորության կողմնորոշվեցիք, թե ինչ է պետք Անահիտ։ Այո։ Արագ կողմնորոշվեցիք, Շատ բրավո։ արագ։ Ընդհանուր 2300 որքան։ 70։ Ես առաջարկում եմ, որպեսզի մենք վճարենք Անահիտ։ Ես Դուք եւս իմ մեկ հյուրն անգամ առաջարկում եմ, որ մենք գտնվենք ջենտլմեն եւ մինչեւ վերջ դա տանենք առաջ։ Ոչ, ես կվճարեմ, որովհետև դուք իմ հյուրն եք։ Դե լավ, վճարեք, շնորհակալություն։
Շնորհակալություն, մեր հաջորդ հանդիպումը կլինի ձեր խոհանոցում, Անահիտ։ Այո, գնացինք։ Անահիտ ներկայացնեմ Լեբո սուրճի աղացած տեսականին, որը մշակվում եւ աղացվում է հատուկ տեխնոլոգիայով։ Հատիկավոր էսպրեսո սուրճի սիրահարները գնելիս ոչ միայն հաճելիորեն կզարմանան բավականին մատչելի գնով, այլ նաեւ համային եւ որակական բարձր հատկանիշներով։ Տորապիկա ընկերությունն առաջարկում է 3-1 քրիմի լատե սուրճը, որն առանձնանում է քիմքին հաճելի նրբահամությամբ եւ անկրկնելի համով։ Կոֆիջոյի թխվածքաբլիթը իր արտադրման տեխնոլոգիայի եւ հատուկ բաղադրիչների շնորհիվ ունի անկրկնելի բույր եւ համ։ Լեբո, սուրճ 3 աշխարհամասերից, սիրով նվիրում ենք։ Շնորհակալ եմ շատ։ Սլաբադան ռուսական լավագույն սնունդ արտադրողներից է, որն իր արտադրանքի համար ընտրում է միայն թարմ եւ բնական բաղադրիչներ։ Սլաբադա մայոնեզն ունի ընդգծված նուրբ համ, ուստի այն կարելի է օգտագործել տարբեր աղցաններ պատրաստելիս։ Ցանկացած աղցան սլաբադա մայոնեզով կդառնա նուրբ եւ համեղ։ Սլաբադա բուսայուղերն ունեն հաճելի համ եւ բույր։ Տապակելիս չեն փոխում սննդի համը, օգտակար են ինչպես տաք, այնպես էլ սառը օգտագործման դեպքում։ Ըստ Ռոսկաչեստվո 20 թվականի հետազոտության արդյունքների, սլաբադա արևածաղկի ձեթը ստացել է 5 աստղ եւ մուտք գործել բարձր կարգի ձեթերի կատեգորիա։ Շատ որակով ապրանքանիշ է, խորհուրդ եմ տալիս միշտ օգտվել։ Սիրով նվիրում ենք։ Մենք միշտ օգտվում ենք։ Դուք լավագույն ընտրությունն եք կատարում։ Անահիտ, համեղ ճաշատեսակներ պատրաստելու գաղտնիքներից մեկը համեղ բաղադրիչներն են, օրինակ նպարեղենը, ալյուրը եւ իհարկե համեմունքները։ Իսկ եթե դրանք փաթեթավորված են գեղեցիկ, մաքուր, իսկ տեսականին շատ, ապա պատրաստման ընթացքը դառնում է կրկնակի հաճելի։ Մառանիկ ընկերությունը սպառողին է ներկայացնում ծավարեղենի եւ համեմունքների ինչպես ավանդական, այնպես էլ հազվագյուտ եւ հարուստ տեսականին, ինչպես նաեւ նորույթ, ապակե տարաներով կարմիր աղացած կծու քաղցր պղպեղներ, սև աղացած պղպեղ եւ սև հատիկավոր պղպեղ աղացով, որը շատ հարմար է եւ հնարավոր է աղալ ցանկացած կերակրատեսակի վրա։ Մոտ 30 տարի հայկական շուկայում է, շատ որակով է, իսկ ամենակարևորը շատ համեղ։ Հիշում եք Մառանիկ ընկերության կարգախոսը։ Հիշում եմ։ Ընտրյալ հատիկ, համի գաղտնիք, Մառանիկ։ Խոսքեր չունեմ, սիրով նվիրում ենք։ Շնորհակալ եմ շատ։ Անահիտ, հասանք ձեր խոհանոց, մեզ միացավ ձեր մայրիկը, բարև ձեզ։ Բարև ձեզ։ Դուք այսօր օգնելու եք Անահիտին։ Մենք խանութում հասկացել էինք, որ ձեր օգնությունը անխուսափելի է լինելու, նա արդեն մեզ փոքրիկ անոնս էր արել դրա մասին։ Հիմա հասկանանք բոլոր այն բաղադրիչները, որոնք որ օգտագործելու եք, որոնք որ կերակրատեսակի համար են սերուցք, սերուցքային պանիր, կանաչի, սխտոր, չերի տեսակի լոլիկ, նախապես համեմված հավի կրծքամիս, կարակ, պաստա, ձեթ, աղ, սև պղպեղ, մանդարին, նուռ, հուսամ դրանք չենք օգտագործելու այս ուտեստի մեջ, որոնք են, որ պաստայի համար ենք օգտագործելու եւ որոնք են, որ աղցանի համար են օգտագործվելու։ Աղցանի համար օգտագործվելու այս պահին չունենք։ Այսինքն այս ամենը օգտագործելու ենք պաստան պատրաստելու համար։ Ինչից ենք սկսում։ Սկսելու ենք հավի կրծքամիսը տապակելուց։ Շատ բարի, դուք զգեստափոխվել եք։ Այո։ Դուք կարող եք միաժամանակ եւ գործել եւ զրուցել։ Այո, ես այսպես կանեմ եւ կսկսեմ իմ Ինչու զգեստափոխվեցիք Անահիտ, դա տրամադրության փոփոխություն ապահովում է թե ոչ։ Այո, ինձ համար ամեն ժամը նոր համադրություն է։ Այսինքն, եթե այս ընթացքը տևի մոտավորապես 3 ժամ, մենք ընթացքում կտեսնենք նաև նոր զգեստ ով Անահիտի։ Չէ, լավ, այդքան հիվանդագին չեմ կատակարեցի։ Լավ, դե անցեք գործի, խնդրեմ։ Դուք տեղյակ եք, որը ինչի համար է։ Այո, Սկսում ենք տապակել։ Իսկ մայրիկը հիմա կտապակի մեր հավի կրծքամիսը, իսկ ես այդ ընթացքում մեր լոլիկը կկտրատեմ։ Դե կտրատեք Անահիտ։ Լավ։ Ասացիք, որ տղաների հետ չեք աշխատում, որովհետև այդքան էլ էմոցիոնալ չեն եւ ձեր արած աշխատանքը ջուրն են գցում իրենց անեմոցիա պահվածքով։ Այո։ Ինչպիսին պետք է լինի տղամարդկանց էմոցիաները, որպեսզի դա ձեզ բավարարի նրանց հետ աշխատելու համար։ Տեսեք, ես չեմ կենտրոնանում դրա վրա ու չեմ։ Վաու, ինչ լավ եք կտրատում լոլիկը, լավ է այսպես։ Լուրջ եք ասում։ Այո։ Ահա, ես չեմ կենտրոնանում դրա վրա ու ես չեմ ասում, որ պետք է ինձ հետ աշխատելիս անպայման էմոցիա ցույց տան։ Ես ուղղակի ավելի շատ կենտրոնացած եմ կանանց հետ աշխատելու վրա։ Ինձ թվում է կլինեն մարդիկ, ովքեր տղամարդկանց հետ կաշխատեն ու կբավարարեն նաև տղամարդկանց պահանջները, այդպես։ Համաշխարհային նորաձևությանը հասցնում եք հետևել վստահ եմ։
ովքեր են ձեր նախընտրելի դիզայներները։ Եկեք բրենդ ասեմ որպես, ամենաշատը Versace-ն եմ սիրում, ինչպես գիտեք Donatella Versace-ն լքել է արդեն Versace-ն ու ես հույս ունեմ, որ D&T-ն չի փոխվի բրենդի, գիտեք D&T-ն որն է բրենդի։ Ոչ։ Ինձ համար մի քիչ դժվար է կենտրոնանալ երկու տեղում համ խոսել, համ անել, բայց փորձեմ ասել։ Դա բրենդին նկարագրող ինչ որ մի բան է։ Օրինակ Chanel-ին նկարագրում է թվիտ կտորը, առանց թվիդի Chanel-ը չկա։ Versace-ին նկարագրում է ավելի շատ գլամուր ոճը։ Առանց գլամուր ոճի Versace-ին չկա։ Առանց կորսետների, առանց զուգագուլպաների Versace-ին չկա։ Ես հույս ունեմ, որ այդ բրենդի D&T-ն կպահպանվի ու ես կշարունակեմ էլի Versace-ին ամենաշատը սիրել։ Նաև ունենք Schiaparelli ոչ։ Ինչպես։ Schiaparelli։ Այո, որը վերջում մանավանդ շատ մեծ տարածում ստացավ, Ինչ է դա իրենից ներկայացնում։ Դա haute couture է, բարձր նորաձևություն ներկայացնող բրենդ, որտեղ կարված հագուստները 70% կատարվում են ձեռքով, ձեռքի աշխատանք են, ու Schiaparelli առաջին դիզայները եղել է հայ կին Արուսյակը, որի մասին շատերը չգիտեն, ես էլ չգիտեի, այս վերջերս եմ իմացել։ Այդպես։ Կխնդրեմ ներկայացնել այս պահին հավը ինչով էր նախապես համեմված։ Հավը համեմել էինք ավանդական սև կարմիր պղպեղ, աղ եւ սխտորի փոշի։ Որքան ենք սպասելու։ Սպասելու ենք մինչև Այնքան միջև եփվի։ Շատ լավ։ Շարունակենք մեր զրույցը։ Անահիտ, ես հասկանում եմ ձեզ համար մի փոքր դժվար է, բայց ներողություն պատճառված անհարմարության Ինձ համար դժվար է խոսել եւ ինչ որ գործողություն անել։ Ես սիրում եմ մի տեղ կենտրոնանալ ու լավ կենտրոնանալ։ Լավ։ Չեք պատրաստում, բայց տանը սնվում եք թե ոչ։ Չէ, դա էլ չեմ հասցնում անել, դրսում եմ շատ է սնվում։ Բայց հասցնում եք նաև հետևել կազմվածքին։ Առանձնապես չեմ հետևում, մարզասրահ եմ պարզապես գնում ու ուտում եմ այն, ինչ ցանկանում։ Բարի։ Այդքան։ Ի վերջո, եթե օրերից մի օր որոշեք նորից ունենալ սեփական հագուստի արտադրություն, ինչպիսի ոչ կորդեգրեք։ Կանացի ինձ թվում է, Դա արդեն պարզ է։ ահա, ինձ թվում է դա պակասում է նորաձևության աշխարհում, իրականում Ես գիտեմ դրա գաղտնիքը ինչու ա կայանում, երբ փորձում են մեզ առաջարկել տղամարդու հագուստ, փորձում են այդպես առաջ տանել գենդերային հավասարություն, բայց ես դեմ եմ, որ աղջիկները շատ այդպես ոնց են ասում ժամանակակից բառով ոտքից գլուխ օվերսայզ են հագնում ու կորցնում են իրենց կանացիությունը, բայց երբեմն, եթե այդ օվերսայզ համադրությունը բալանսավորում են, ավելի շատ են գցում իրենց կանացիությունը, օրինակ եթե հագնում են line oversize պիջակ, այդ դեպքում իրենց փխրուն կերպարը այդ line oversize պիջակի մեջ ավելի գեղեցիկ, ավելի սյուն է երևում։ Բայց ես միանշանակ կանացի ձևվածքների կողմնակից եմ, մանավանդ մեր հայ աղջիկների դեպքում, ովքեր փոքրամարմին են ու ավելի շատ կարիք ունեն ընդգծելու իրենց կառուցվածքը, ոչ թե այն կորցնելու։ Անահիտ, ես կխնդրեմ նաև ձեր պատրաստած ուտեստների համար որոշել անուններ, որովհետև մենք համտեսելուց պետք է անվանակոչենք այն ամեն ինչը դուք պատրաստել եք, եւ ցանկացած անուն ընդունելի է։ Մայրիկին մի հարց պետք է տամ, ինչպես եք գնահատում Անահիտի խոհարարական ունակությունները։ Բալայինով թե Ինչպես կուզեք, դրամայինով։ դրամայինով։ Այո։ Մինուս ենք գնում Բալայինով 10 բալանոց համակարգով։ Ինչքան գնահատեմ անջան։ Ինձ մի հարցրու, անկեղծ ասա, հիմա 5 10-ից 5։ Բայց ինչ այդքան շատ։ Էլի լավ է։ Անահիտը խոհանոց իրականում չի սիրում։ Դրա համար այսքանը որ պատրաստում է, Պետք է գող լինել։ այո, եւ ուրախ։ Լավ, այս դեպքում մենք Անահիտին շատ անհարմարություն չպատճառենք, դադարեցնենք մի պահ մեր նկարահանումը, այնուհետև վերադառնանք եւ շարունակենք։ Համաձայն եք։ Մենք կարող ենք մեր պաստան դնել, որպեսզի խաշվի։ Չեմ կամյաց։ Ալդենտե պետք է լինի, չէ։ Ալֆրեդո։ Ալֆրեդո պետք է լինի, ոչ թե ալդենտե, Այո, հասկացա։ ալֆրեդո։
Ես ալդենտե եմ հիշում ճիշտ։ Վերջում հայկական ինչ որ անուն կորոշենք Ալֆրեդոյի փոխարեն։ Չէ, այդտեղ չենք գնում։ Այստեղ չէ։ Չլցնենք։ Լավ։ Լավ, Անահիտ, Չեմ տեսել։ դուք մի տանջվեք։ Չէ, ես կտանջվեմ, ես կանեմ։ Ես կարամ այս ընթացքում օրինակ կանաչին կտրտեմ, որ հետո տենց շատ չտանջվես դու։ Մի քիչ է պետք կտրատել։ Դե կտրտի։ Լավ։ Եթե այսօր նենց ստացվեր, որ մաման չլիներ, ինչ էինք անելու, պատվիրելու էինք դրսից մի բան։ Ոչ, ես ուղղակի կնստեի ու կլացի։ Հասկացա։ Լավ։ Դուք ինձ կխղճայիք ու դուք կպատրաստեիք, արա։ Այո։ Ինչ թվում է այսօր էլա տենց լինելու։ Ես խոհանոցում լինում եմ այն ժամանակ, երբ ցանկանում եմ ու երբ պետքա օրիգինալ ինչ-որ բան պատրաստեմ։ Մնացած ժամանակ ինձ պետքա խոհանոցի հարցերով չանհանգստացնել։ Շարունակում ենք տանջել ձեզ խոհանոցում, Անահիտ ներողություն ենք խնդրում եւս մեկ անգամ այս ընթացքում հավը հասցրեց տապակվել։ Կտրատում ենք սխտորը, հաջորդ գործողությունը որն է լինելու։ Հաջորդ գործողությունը սխտորը տանում ենք տապակելու, արդեն կարագով ու ձիթայուղով։ Հետո ավելացնելու ենք սերուցք եւ կատնաշորային պանիր։ Բարի։ Կցուցադրենք դա։ Այո։ Խոսենք մի փոքր։ Ինչ է անհրաժեշտ լավ ոճաբան լինելու համար։ Լավ ոճաբան լինելու համար, եթե մանավանդ աշխատելու ենք աղջիկների հետ, անհրաժեշտ է սիրել աղջիկներին ու ատելությամբ չվերաբերվել ոչ մի կնոջ ու աղջկա։ Դա ամենակարևոր բանն է։ Ու հասկանալ մարդուն նաև հոգեբանորեն։ Եթե անկյունը մի փոքր նեղացնենք, ապա ինչպիսի կրթություն է անհրաժեշտ լավ ոճաբան դառնալու համար։ Տեսեք, օրինակ մենք Հայաստանում չունենք հենց ոճաբանության ֆակուլտետ, սա տեղափոխենք։ Մեր ցանկալի է տապակի։ Եկեք, այո, կարագը եւ ձիթայուղը անենք նախ։ Սլաբադա։ Կարագը խնդրում եմ կբերես, մամ ջան։ Բայց մի մոռացեք պատասխանել իմ հարցերին։ Ահա, ես հիմա կպատասխանեմ ձեր հարցերին։ Մենք Հայաստանում չունենք ոճաբանության ֆակուլտետ։ Եվ դրա համար կարծում եմ, որ պետքա կրթությունը ստանալ արտասահմանում։ Այո։ Ինչպես եւ արել եմ ես, որովհետեւ անպայման ռուսական կրթություն ունեմ, նաեւ վերջերս ավարտել եմ Դուբայում, վերապատրաստվել եմ Դուբայում։ Օ։ Այդպես։ Ինձ մոտ կան մի քանի կրթությունը հավաստող փաստաթղթեր։ Այո։ Սա որն է։ Սա Nigay Fashion School-ն է, ինչպես տեսնում եք, դա ռուսական կրթություն է, այստեղ ես Դուբայինի իդեպ չունեմ, որովհետև on-line տարբերակով է ու մոտս չկա, սա արդեն ուրիշ դպրոցի սերտիֆիկատ է։ Քանի տեղ եք սովորել Անահիտ։ Ընդհանուր 4 տեղ, 2 սերտիֆիկատ է այդտեղ բացակայում է։ Եվ հիմնական դիպլոմը Սա արդեն հագուստի մոդելավորման դիպլոմն է ու դա սովորել եմ Հայաստանում Երևանի պետական արդյունաբերական քոլեջում։ Ովքեր հին սերնդից են, կհիշեն, որ արդյունաբերական քոլեջը մանավանդ հագուստի կարելու ու նախագծելու առումով շատ լավն է եղել, շատ պրոֆեսիոնալ ու դրա համար, քանի որ ես Կոկո Շանելուի ֆիլմից ոգեշնչված ցանկանում էի դառնալ կարող, ես գնացել եմ հենց այդտեղ կարելու համար, բայց սովորելու ընթացքում հասկացել եմ, որ ես չեմ ցանկանում կարել։ Կխնդրեմ նաև դա արդեն տեղափոխել կարծում եմ մայրիկի թույլտվության ժամանակն է տեղափոխելու։ Ժամանակն է։ Բարի։ Սխտորը տեղափոխեցինք տապակի մեջ, հիմա ժամանակն է, որպեսզի ավելացնենք չերի լոլիկը։ Ավելացնենք չերի։ Անահիտ, բացի ձեր մշտական գործից, այն է մարդկանց գեղեցիկ ոճով ապահովելը։ Կա այլ գործունեություն, որը ծավալում եք։ Ոչ, միայն դրա վրա եմ կենտրոնացած ու վերջ։ Մենք կենտրոնացած եմ Բայց ձեր էջը ուսումնասիրելիս ես նաև հանդիպեցի շատ հետաքրքիր ինֆորմացիայի կապված on-line ամսագրի հետ։ Ահա։ Դրա մասին մի փոքր կպատմեք։ Լրիվ ճիշտ եք, մենք նորից կանաչի, եկեք նախ ասեմ, նորից կանաչի կտրատենք, հետո լոլիկ կտրատենք, բայց արդեն աղցանի համար, եթե դեմ չեք։ Դե անցեք գործի եւ պատմեք ամսագրի մասին։ Ահա,
Գիտեք, առաջներում եղել է նորաձևության ամսագիր, բայց արդեն թղթային տարբերակներով։ Իմ ամսագիրը on-line տարբերակով է, այնտեղ մարդիկ 1 ամսյա բաժանորդագրություն են ունենում ու 1 ամսի ընթացքում ստանում են շատ ինֆորմացիա նորաձևության մասին։ Ինչ հագնել, երբ հագնել, որտեղից գնել, դա նրանց օգնում է։ 5 օր ունենում ենք հրապարակում իմ on-line ամսագրում։ Դուք եք խմբագիրը եւ միայն դուք եք զբաղվում այդ ամենով, թե կան ձեզ օգնող մարդիկ։ Ոչ, միայն ես եմ զբաղվում, հագուստները եւ ցույց եմ տալիս on-line տարբերակով եւ ցույց եմ տալիս off-line տարբերակով ինձ վրա հագած, որպեսզի մարդիկ տեսնեն եւ հասկանան արդյոք արժի գնել, ինչպես է նստում եւ այդպես։ Ձեր թույլտվությամբ խոսենք նաև ձեր անձնականի մասին, եթե դեմ չեք իհարկե։ Իհարկե։ Խոսենք։ Ինչ փուլում է ձեր անձնական կյանքը գտնվում։ Իմ անձնական կյանքը ուղղակի չկա։ Լավ։ Որովհետև ես կենտրոնացած եմ իմ կարիերայի վրա ու կարծում եմ մարդը ինչքան շատ է ինքնակրթվում, այդքան ավելի դժվար է լինում կողակցի ընտրություն կատարելով։ Համաձայն Այսինքն չեք։ կարելի է ասել, որ դուք նախընտրում եք ոչ թե ընտանիք, այլ կարիերա։ Հիմա գոնե այս փուլում։ Այս փուլում այո, բայց կարծում եմ, եթե իմ կողակցի գալու ժամանակը լինի, նա կգա եւ այդ ժամանակ կարիերա ոչ մի բան արդեն հաշվի չի առնվի ու եթե ճիշտ կողակից լինի, իմ կարիերան չի խանգարի իմ անձնական կյանքին։ Հրաշալի։ Անահիտ նոր գործողություն ունենք այս պահին, թե պետք է սպասել միայն լոլիկի եփմանը Պետք է սպասենք սրան, հետո կավելացնենք սերուցք ու սերուցքային պանիր։ Դե այս պահին գոնե դադարեցնենք նկարահանումը, այնուհետև վերադառնանք եւ շարունակենք այն։ Սա արդեն աղցանի համար է։ Վերջ Անահիտ, կարող ես գնալ, մաման կսկսի տանջվել։ Հանգիստ կարող ես գնալ, մաման շարունակում է Այս չելենջը իմ համար։ Challenge։ Նոր բառեր կան իդեպ, չէ՞, վերջին շրջանում մեր բոլորի լեքսիկոնում cringe, outfit, casual։ Երբեմն բառեր կան, որ դեռահասների շրջանում են ու ես ինքս էլ չեմ հասկանում։ Նույն այդ cringe-ը միջև հասկացել եմ։ Red flag-եր կան ձեր կյանքում։ Red flag-եր։ Սերուցքը Իմ կյանքում փորձում եմ այնպես ավելացնում անել, ենք, որ Անահիտ չլինի։ Եկեք ավելացնենք սերուցքը։ Հիմա Այո։ դե եկեք ուրեմն ավելացնենք սերուցքը։ Ավելացնում ենք սերուցքը։ Եվ թողնում ենք, որպեսզի եփվի։ Եկեք մի քիչ էլ ավելացնենք։ Եկեք։ Երբ ենք ավելացնելու պաստան։ Պաստան ավելացնելու ենք, երբ սերուցքը մի քիչ արդեն պատրաստ լինի, հա, վերջին պահին մենք կխառնենք արդեն։ Երբևէ այս պաստայից պատրաստել եք, թե սա առաջին Այո, անգամն է պատրաստել եմ 2 անգամ։ Ինչպիսին էր շրջապատի ռեակցիան։ մենք հիացած էինք Իրոք։ համովել, այո։ Բայց ինձ թվում է ավոկադոյով աղցանը ավելի համով կլինի։ Դուք քանի որ ասացիք, որ արմատները գալիս են Եղվարդից։ Արմատները գալիս են Գեղարքունիքի։ Գեղարքունիքի մարզից Այո, ավելի ես լավ։ ասեցի Եղվարդում բնակվել ենք։ Ներողություն։ Շատ ավելի լավ, սա էլ իմացանք։ Արմատները գալիս են Գեղարքունիքից։ Այո։ Եվ կարծրատիպեր կան, հատկապես այդ շրջանում, որ կանայք պետք է պատրաստել իմանան։ Այո։ Ինչպես եք դիմակայում այդ քլունգներին։ Դե քանի որ ես փոքր տարիքից այնտեղ չեմ ապրել, ինձ վրա այդ ազդեցությունները չեն եկել Իսկ դուք հասել։ կիսում եք այդ կարծիքը, որ կանայք մինիմալ չափով գոնե պետք է իմանան Կանայք պատրաստել։ ոչ մի բան չպետք է, պարտավոր չեն։ Կանայք պետք է անեն այն, ինչ իրենք են ցանկանում ու վերջ։ Ոչ մեկ չի ասել, որ կինը նախատեսված է եփելու համար։ Այժմ շատ կանայք ավելի հաջողակ են, ավելի հաջողակ ձևով են կարողանում գումար աշխատել, քան տղամարդիկ։ Կամաց մեր հաղորդումը վերածվում է դեբատների։ Լավ, դուք ընտրեցիք, որևէ խնդիր չկա։ Իսկ տղամարդիկ ինչի համար են նախատեսված։ Ինչ պետք է անեն։ Ես իրականում շատ կուզեի մեր հին աշխարհը հետ վերադառնալ, որ Եվ կանայք նստեին օջախի մոտ, պահեին կրակը, տղամարդիկ գնային որսի։ Այդ հին աշխարհի մասին է խոսքը։ Իրականում ես ինձ կհակասեմ հիմա։ Ես հասկացել եմ։ Բայց չստացվի, որ հիվանդագին, ինչպես ոնց որ կանանց շահերն են պաշտպանում, բայց ինձ դուր է գալիս, երբ որ տղամարդը կնոջից ավելի ուժեղ է։ Կան հստակ բաներ, որ տղամարդը պետք է անի։ Հստակ բաներ։ Այո։ Ինձ համար։ Այո։ Չէ։
Այսինքն ոչ տղամարդը, ոչ կինը, պետք չէ, այս բառը շատ կարևոր է, պետք չէ որևէ հստակ բան անել։ Ամեն մարդ ունի ազատ ընտրություն ու ամեն մարդ ազատ կարող է ընտրել ինչը ուզում անել։ Բայց իմ կողակիցը պետք է մի քիչ ինձանից ուժեղ լինի։ Եթե նա էլ գա ասի դու էլ պետք է պատրաստ ես, համաձայն եմ, հնարավոր է սովորեմ, ես ընդունակ եմ։ Լավ, Անահիտ, եթե մենք պետք է սպասենք մինչև սերուցքի երգալուն, կխնդրեմ հիմա դադարեցնել նկարահանումը եւ շարունակել վերադառնալուց, երբ արդեն Ինչպես տեսնում եք, շատ հյութալի չերի ունենք, այստեղ ամեն ինչ ջուրերով։ Լավ, շնորհակալություն։ Ասում ես, կինը ոչինչ պետքա չանի, տղամարդը պետքա, ինչով է տենց պայմանավորված։ Ես հետո ասեցի, չէ՞, եթե իմ կողակիցը գա ինձ Կողակիցը չէ, տղամարդ, մի րոպե, բոլորը տեսել են։ Կինը պետքա ոչ մի բան չանի, պետքաներով չենք խոսում, տղամարդը պետքա։ Ինչի։ Ես բայց շատ տարբերություն չդրեցի, չէ՞, ես վերջում ասեցի ամեն մարդ ունի ազատ ընտրություն։ Բայց երբ իմ կողակիցը հայտնվի, մի պահ մոռացի քո կողակցի մասին, ես ընդհանուր միայն ենք իմ մասին եմ խոսում, խոսում, գլոբալ ես ոչ մեկի փոխարեն չեմ կարող որոշել։ Այսինքն, եթե այն նախորդը հետ տանք, կստացի որ ես ոչ մի բան պարտավոր չեմ, հա, եթե բոլորի մասին չենք խոսում։ Բոլորի մասին այդ ժամանակ խոսեցի, բայց հիմա չեմ։ Դե տենց չեղավ դե։ Եղավ, ինչը ինձ համար ավելի շահավետ է, ես այդ մասին էլ խոսում։ Լավ։ Եվս մեկ անգամ հիշեցնենք, թե սոուսի բաղադրությունը ինչպիսինն էր, ավելացրեցինք սխտորը, սերուցքային կարագի եւ ձեթի զանգվածի մեջ այնուհետեւ ավելացրեցինք չերի տեսակի լոլի, սերուցք եւ հիմա ավելացնում ենք սերուցքային պանիր, ճիշտ է։ Այո։ Սպասում ենք, որպեսզի այս ամենը եռա եւ ավելացնենք պաստան։ Այո, ավելացնենք պաստան, վերջում պաստայի վրա ավելացնելու ենք նաեւ կանաչի թարմ եւ ավելացնելու ենք հավի դոշ կտրատած։ Շատ լավ։ Աղցանի պատրաստումը ինչ փուլում է գտնվում։ Աղցանի պատրաստումը մեզ մնացել է մենք կտրատենք վարունգը, մաքրենք մեր ավոկադոն վերջում ստանալու ենք խառնուրդ, հետաքրքիր սոուս ավելացնելու ենք վարունգի եւ լոլիկի վրա։ Դե, խնդրեմ։ Պատրաստեք, քանի որ նոր գործողություն չունենք, մենք մի փոքր ուշ կվերադառնանք եւ կցուցադրենք արդեն պաստայի պատրաստումը եւ աղցանի պատրաստումը անենք։ Բարի։ Շնորհակալություն։ Եկեք տեսնենք։ Բույրը շատ հաճելի եւ խոստումնալից է, Իրոք։ Այո։ Ինչպես նաեւ այսօր մենք հնարավորություն կունենանք վայելելու մայրիկի տոլման։ Այո։ Դե դա էլ ավելացրեք։ Եկեք պաստան ավելացնենք։ Կարող ենք ավելացնել այն շիպցիով։ Մենք սառը ջրի տակ այն թողեցինք, որպեսզի մնա եւ չկպչի։ Մենք այն քամել ենք նաեւ։ Չէ, սառը ջուր չմենակ քամել ենք։ Միայն քամել ենք, բարի։ Քանի որ մայրիկն է արել։ Դե մենք վստահում ենք մայրիկին լիարժեք։ Շնորհակալություն Անահիտ, կվերադառնանք մի փոքր ուշ։ Ես եմ շնորհակալ։ Օգնեմ։ Ինչա պետք անել, ասա։ Ինչա պետք։ Ինձ պետք է հիմա վարունգ կտրել։ Օգնեմ։ Չէ։ Բա ինչ անեմ։ Ես ասեցի, չէ, աղջիկները Անջան, իսկ քեզ պետք չէ հավի կրծքամիսը կտրել, էսի վերջացնենք։ Իրոք։ Հետո նոր բան։ Կենտրոնացիր Անահիտ, Այստեղ կենտրոնացիր։ ինչ ենք ավելացնում, պղպեղներ ավելացնում ենք։ Տեսնեմ, չէ։ Չենք ավելացնում, չէ։ Սև պղպեղ չենք ավելացնում։ Չէ։ Պաստան արդեն պատրաստ է, ավելացրեցինք հավի կրծքամիսը եւ կանաչին, թողնում ենք այսպես եւ անցնում ենք աղցանի պատրաստմանը։ Ճիշտ է Անահիտ։ Այո։ Որի համար մեզ անհրաժեշտ է ավոկադո, կիտրոն, լոլիկ, վարունգ եւ կանաչի։ Այո, ճիշտ եք։ Նաեւ պետք է սև պղպեղ եւ աղ։ Բարի։ Խոսենք համաշխարհային նորաձևության տենդենսներից։ Ուր է գնում այսօր համաշխարհային նորաձևությունը։ Համաշխարհային նորաձևությունը տեսեք մի քիչ առաջ խոսեցի եւ ասեցի, որ օրինակ շատ են տանում oversize ծավալուն հագուստների կողմ, բայց նաեւ վերջերս փորձում են կանացիությունը հետ բերել ու եթե օրինակ ցանկանում եք իմանալ որոնք են նորաձև գույները, եթե ցանկանում եք իմանալ
որոնք են նորաձև ձևվածքները, կարող ենք նաև այդ մասին խոսել։ Կարող եք նաև բաժանորդագրվել իմ ամսագրին եւ իմանալ այդ ամենի մասին։ Այո, ավելի խորացված, ավելի հաշվի առնելով ձեր կառուցվածքի տեսակը, ինչպես արդեն նշել եմ, շատ կարևոր է։ Դե նշեք, որոնք են եկող գույները։ Գույների առումով ձիթապտղի երանգը շարունակում է ակտուալ մնալ կարմիր երանգը, եթե նախկինում ավելի բուրգունդի երանգներ, մուգ կարմիր գույններ նորաձև, ապա հիմա վառ կարմիրն է հետ վերադառնում եւ նեյվի կապուտը դա նույն մուգ կապույտ գույնն է, որը գործնական աշխարհում գախնիկ ասեմ, շատ լավ գույն է ու հիմնականում գործնական լուրջ հանդիպումների դեպքում առաջարկում են հենց մուգ կապույտ գույնել հագնել, եթե տեսած կլինեք, պաշտոնյաները հագնում են մուգ կապույտ կոստյում, հենց դրա համար, քանի որ մուգ կապույտ գույնը ավելի լուրջ, պատասխանատու, ինքնավստահ մարդու տպավորություն է թողնում։ Դուք ինքներդ հետևում եք ժամանակակից նորաձևության տենդենսներին։ Ես հետևում եմ ու միայն տրենդներից վերցնում եմ այն, ինչի ինձ պետք է։ Մնացած տրենդների հանդեպ անտարբեր եմ ու ինձ երբեք չեն կարող տրենդը ստիպել, թելադրել, ես դա հաստատ չեմ անի։ Ես վերցնում եմ այն, ինչի ինձ համապատասխան է եւ պետք է։ Օրինակ Օրինակ, տրենդներից ինչ ասեմ, հիմա շատ նորաձև է կորսետը ու ես մայրիկ ջան, որ խնդրեմ ինձ կգաս օգնես։ Տրենդներից հիմա շատ նորաձև է կորսետը ու կորսետները ես վերցնում եմ, սիրում եմ շատ։ Ինձ պետք է ճզմել այս ավոկադոն։ Վերջ ես։ Ահա, պատառաքաղը կարող է օգնության հասնել։ Պատառաքաղով, հա։ Եթե դու կարողանաս անել, բայց արի ավելացնենք նաև Ձիթապտղի յուղ։ Անահիտ, մի հարց։ Այս ամենը ուղղակի պետք է խառնել միմյանց եւ մատուցել։ Պետք է խառնել լոլիկի վարունգի հետ, լոլիկի վարունգի վրա եւ մատուցել։ Այստեղ մաման ինձ Այլ գաղտնիք չկա, ճիշտ է։ Ոչ։ Այսինքն մենք կարող ենք մեր հաջորդ հանդիպումը կազմակերպել սեղանի շուրջ։ Կարող ենք, բայց նաև հիշեցնեմ, որ պետք է ավելացնենք սև պղպեղ եւ աղ։ Շատ բարի, շնորհակալություն։ Ու շատ հեշտ պատրաստվող աղցան է, բայց շատ համեղ, շատ։ Ինչպես նաև չմոռանանք կիտրոնի առկայության Այո, մասին։ իհարկե, վերջում կիտրոնի հյութ անպայման քամում ենք հենց աղցանի այս սոուսի վրա։ Դե, ուրեմն մեր հաջորդ հանդիպումը կլինի ձեր սեղանի շուրջ։ Շատ լավ։ Շնորհակալություն։ Մի հարց Անահիտ։ Լսում եմ։ Անվանակոչելուց էլ մայրիկը պետք է օգնի, թե ոչ։ Անվանակոչելուց, չէ։ Բայց բոլորը կիմանան, որ դու ես պատրաստել ես աղցանը։ Այո։ Հա։ Սպասեք։ Աման ընդհանրապես չի օգնել։ Սպասեք, բայց մի հատ Այդ դրա համար երկար ժամանակ կա, դեռ կհասցնես կողմնորոշվել։ կհասցնեմ որոշել անուն։ Այո։ Լավ։ Աղցան Անահիտ։ Աղցան Անահիտ։ Սպասի, օգնեմ։ Աղցան Style Inspo, հենց իմ անունով։ Ինչպես ինձ Այդ մարդիկ սեղանի ճանաչում են։ Այո, ինչպես մարդիկ ինձ ճանաչում են, հենց Style Inspo-ով ճանաչում են, ու կարելի է ու բոլորը հարցնում են ինչ է նշանակում, մի հատ քանի այստեղ հավաքված ենք, բացատրեմ, Style Inspiration, ոճի ոգեշնչում, ուղղակի կրճատած Style Inspo է լինում, դա 6 տարի արդեն իմ անունն է ու մարդիկ ինձ դրանով էլ ճանաչում են հենց, մեզ պետք է ավելի ճզմել։ Վերջապես սեղանի շուրջ ենք, ընտանիքը կամաց-կամաց հավաքվում է, մեզ միացավ նաև ձեր քույրիկը, բարև ձեզ, շնորհակալություն մեզ միանալու համար, հիմա ժամանակն է, որպեսզի համտեսենք, բայց մինչ այդ հասկանանք ինչպես եք անվանակոչում ձեր պատրաստած ուտեստները, խնդրեմ Անահիտ, սկսենք պաստայից։ Ես մինչև այս պահը չեմ մտածել, բայց եկեք պաստայի անունը դնենք Style Inspo, տոլմայի անունը չեմ որոշելու, չէ, դա ես չեմ պատրաստ։ Ոչ։ Իսկ աղցանի անունը եկեք դնենք fashion, ուղղակի։ Fashion։ Այո։ Դե թույլ տվեք ձեզ հյուրասիրել ձեր պատրաստած պաստայից, հուսամ դուք հուսակեր չեք եւ միս նախընտրում եք։ Իհարկե։ Եվ դա հրաշալի է։ Միս ուտել իդեպ անհրաժեշտ է, չէ՞, օրգանիզմի համար դուք ուսումնասիրում եք, վստահ եմ Անգամ ասում են, որ հին տեղյակ եք։ Անգամ ասում են, որ հին ժամանակ միս կերել են ու ատամների համար մանավանդ միսը շատ լավ է եղել։ Կարող ենք Որևէ մեկը բուսակեր չէ, մսի հետ կապված Ատամների համար, չէ, ես հակառակ գիտեմ։ Դե խնդրեմ դուք նույնպես կիսվեք ձեր ունեցած տեղեկությամբ։ Քանի որ մարդը ստեղծված չի
մսակեր չի, այսինքն հետեւաբար այն հին ժամանակներում շատ են մահացել, որովհետեւ դե ատամնաբուժությունը զարգացած չի եղել, միսը չեն կարողացել նորմալ, չգիտեմ, Տամային յուրացնեն, հա դրա համար շատ է եղել ատամնացավից շատ են մահացել։ Իսկ ես լրիվ այլ ինֆորմացիա ունեմ եւ նույնպես կկիսվեմ։ Իսկ ես լսել եմ, որ միսը շատ համեղ է եւ կարելի է ուտել։ Շնորհակալություն։ Մենք ենք շնորհակալ։ Մեզ բոլորից բարի ախորժակ։ Այստեղ գտնվելու համար։ Ձեզ նույնպես շնորհակալություն, այսպիսի գեղեցիկ հյուրասիրություն կազմակերպելու Մեզ համար։ բարի ախորժակ։ Դե անցնենք համտեսելու։ Մեկ անգամ էլ հիշեցրեք, խնդրում եմ անունը։ Սրա անունը թող լինի Styling Spo, պաստայի անունը, իսկ մեր աղցանի անունը թող լինի Fashion։ Styling Spo։ Այո, դա իմ Instagram-ի անվանումն է, թող այդպես էլ մնա։ Շատ հետաքրքիր համադրություն է ստացվել համային։ Իրոք։ Այո։ Եվ շատ համեղ։ Իսկ աղը նորմալ է։ Այո։ Շնորհակալություն եւս մեկ անգամ, մեզ բարի ախորժակ։ Բարի ախորժակ։ Անահիտ։ Պատրաստելու ընթացքում այսպիսի արդյունքի չէի սպասում, բայց Իրոք։ համտեսելուց հասկացա, որ կեցցե մայրիկը։ Իսկ աղցանը ես կեցեմ։ Աղցանը կադրից դուրս։ Արդեն դրան մոտ կկիսվեմ իմ տպավորություններով։ Լավ։ Շնորհակալություն։ Իրականում Անահիտը շատ լավ խոհարար է։ Բայց առանց կամերաների ինքը շատ հիանալի պատրաստում է ու շատ ասում։ Եկեք չխաբենք, ես չեմ սիրում պատրաստել, ընդհանրապես։ Դուք չեք ուզում ամուսնանալ, Անահիտ։ Ես ուզում եմ ամուսնանալ։ Իմ ամուսինը ինձանից միայն դա է պահանջելու։ Ես կարող եմ նրան օգնել հոգեպես, մոտիվացնել, բայց ոչ պատրաստել, ոչ։ Վերջ։ Կներեք։ Անահիտ, ինչպես խոստացել էի, ես պետք է կիսվեի աղցանից ստացած իմ տպավորություններով, նրանք նույնպես ինձ հիացրեցին, շատ համեղ էր ամեն բան, շնորհակալություն նորաձև եւ հաճելի զրույցի համար։ Ձեզ մաղթում եմ նորանոր հաջողություններ եւ հուսանք մեր հաջորդ հանդիպման ժամանակ դուք արդեն իրոք պրոֆեսիոնալ խոհարարուհի դարձած կլինեք ձեր երկրորդ կեսի հետ միասին։ Ես էլ եմ շնորհակալ, շատ շնորհակալ եմ, որ այստեղ եք։ Լավ մնացեք, հաջողություն։ Դուք էլ։ Պատրաստել չէ, պրոֆեսիոնալ չեմ դառնա ավելի, որովհետև չեմ սիրում։ Եկեք այս կյանքում չանենք այն, ինչ չենք սիրում, բայց շարունակել գեղեցիկ հագցնել աղջիկներին հաստատ կանեմ։ Մենք այսքան պայքարում ենք, որ քեզ ամուսնացնենք, դու ասում ես ես չեմ շարունակելու պատրաստել։ Ինչի՞ հետաքրքրում։ Ինչ չպետք է իմ պատրաստելու համար սիրեն։ Անահիտ, մենք Զաքսի հետ պայմանավորվել էինք, քեզ ուզում էինք ամուսնացնել, ես ինչ ես անում դու։ Ես չեմ ուզում, շնորհակալ եմ։ Բայց նոր ասում էիր ուզում եմ, սրանից մի կադր առաջ նայում էինք, տեսախցիկին ասում էինք, որ ուզում ես։ Ես ասել եմ ուզում եմ։ Դե լավ էլի, Անահիտ, չէ՞ ասենց։ Լավ։ Ամուսնանալուց ավելի կարևոր բաներ հիմա կան իմ կյանքում։ Դե լավ ընթացք դրանց։ Շնորհակալ եմ։ Я не сладкий совсем, я созрел для решений. Притворяться устал от таких отношений. Натуральный во всем, и таким будет ужин. Я добавлю его, он для этого нужен. Кетч, 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 кетч. Женщина, слушай, мужику нужен настоящий ужин. Arabica cappuccino. Enjoy rich and creamy foam with choco granule. Arabica cappuccino. Authentic cafe experience anytime, anywhere. Նորույթ Մարանիկից։ Մարանիկ համեմունքների ավանդական եւ հազվագյուտ տեսակներն արդեն առկա են ապակյա տարաներով, որոնք փակվում են հերմետիկ, պահպանում համն ու հոտը։ Իսկ հատիկավոր տեսակների ներկառուցված աղացը թույլ է տալիս վայելել Մարանիկ համեմունքների բույրի թարմությունը։ Ընտրյալ հատիկ,
Համի գաղտնիք, Мараник. Система «Органик Контроль» подтверждает безупречную природную чистоту масла «Слобода». «Слобода Органик Контроль» – проверенное качество природного продукта.